Արդեն քանի ամիս է բուժաշխատողները բողոքում են, որ իրենց աշխատավարձը կտրուկ նվազել է առողջության ապահովագրության ներդրումից հետո։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը սակայն հակառակն է պնդում։ Եթե աշխատավարձի ավելացում չի եղել, ապա նույն շրջանակներում է մնացել։ Բուժաշխատողը բոլորովին դեմ չի եղել առողջության ապահովագրությանը։ Ավելին պատկերացրել է, թե նման համակարգի ներդրումից հետո աշխատավարձն ավելանալու է, մինչդեռ ստացվել է հակառակը։ Ես էլ եմ պատկերացրել, որ իմ աշխատավարձը փոփոխության չի ենթարկվի, բայց իմ աշխատավարձը փոփոխության ենթարկվել է եւ չի կարա չի ենթարկվի, եթե մարդ եկել է բուժում ստանալու եւ վճարվել է բժշկին 10%, նո կոնկրետ ինձ 10%, հիմա վճարվում է 5%, ոնց կարող է ավելանալ։ Չի կարա ավելանալ։ Անահիտ Ավանեսյանը լոկալ խնդիր է համարում որոշ տեղերում աշխատավարձի նվազումը, հրավիրում է քննարկելու։ Աշխատավարձերի հետ կապված, եթե ինչ-որ մեկ բուժաշխատող ունի անորոշություն կամ որևէ դիտարկում իր աշխատավարձի հետ կապված, դա լոկալ հարց է, որը պատրաստ է անհատապես քննարկելու։ Սակայն ոլորտի մասնագետները պնդում են, հիմա ավելի քիչ տոկոս են ստանում կատարած նույն աշխատանքի դիմաց, քան առաջ, եւ խնդիրը համակարգային է։ Նյարդաբանը 13,000 դրամ է ստացել, մանկական օրթոպեդը 16,000 դրամ է ստացել, մանկաբարձ գինեկոլոգների բուժքույրերը 6,000 դրամ, 8,000 դրամ պոլիկլինիկաներում։ Առողջության իրավունք հասարակական կազմակերպության նախագահ Անուշ Պողոսյանը բացատրում է, թե ինչու չեն ավելացել աշխատավարձերը եւ բերում մի պարզ փաստարկ։ Որովհետև ծանրաբեռնվածությունը բուժաշխատողների 3-ից 4 անգամ ավելացել է, բայց նրանք ստիպված 3-ից 4 անգամ աշխատանքը կատարում են, եթե անգամ նույն աշխատավարձով, դա խոսում է նրա մասին, որ իրենք սխալ վարձատրության մեջ են գտնվում։ Աշխատավարձը ոչ, բայց ծանրաբեռնվածությունը շարունակում է ավելանալ։ Ինչի համար, որտեղ մարդիկ կան, որ ուղղակի գումար չունեն, որ դիմեն բժշկին եւ ստանան բժշկի օգնություն։ Իսկ հիմա քանի որ դա կատարվում է ապահովագրության միջոցով, մարդիկ արդեն կշատանան, կդիմեն, կգան։ Եվ մեր աշխատանքը իհարկե կծանրանա եւ ավելի կավելանա։ Մասնագետը շեշտում է, ապահովագրությունն անհրաժեշտություն է։ Այն շատերի համար պարզապես փրկություն է, սակայն պետք է վերանայել բժիշկներին տրամադրվող տոկոսը։ Ես գիտեմ պոլիկլինիկայի աշխատող բժիշկներ, որոնք ընդհանրապես կոպեկներ են ստացել։ Բժիշկ անեսթեզիոլոգը պատմում է, ճանաչում է մարդկանց, որ արդեն թողել են բժշկի իրենց աշխատանքը եւ գնացել երկրից։ Մասնագետի կարիք կա, զուգահեռ կան մասնագետներ, որոնք մի քանի տեղ են աշխատում, որպեսզի կարողանան իրենց ընտանիքի կարիքները հոգալ։ Անահիտ Սարգսյան, Էդիկ Մալաքյան, Նոնա Գևորգյան, ABC Media։